հետաքրքիր, բռնում են Евronewsում, մի հատ հարցում են մի հատ ընկերության անունից հրապարակում, որը 2/3 բան Փաշինյանը, հա։ Այսօր այդ կազմակերպությունը հերքում ասում։ Ո՞նց եք բացատրում դա, ինչու։ Հուսատ քայլեր է, բապ իրանք մոլդովական սցենարը, որը ես դրել եմ, անուն եմ արդեն տվել, հարամություն։ Մոլդովական սցենարը, քանի որ այդ մոլդովական սցենարը մեզ տանում է վիլայեթեսմա, ես հարամ բառն եմ ընտրել, էլի թուրքական բառ, ասում եմ հարամություն։ Հիմա այդ հարամության մի քանի սցենարներ կա, որ իշխանությունը պատրաստվում անել, բայց միջև դրանց անդրադառնալ այդ Պուտինի զանգին։ Հիմա իշխանության ռոպագանդան վերջին ժամերին դա ներկայացնում է, որ տեսեք, դե ոչ մի խնդիր էլ չկա, բանման, Պուտինը զանգում է։ Ուրեմն ինստիտուցիոնալ կառուցվածություն ունեցող երկրներում դրանք, քանի որ մենք դաշնակցային հարաբերությունների մեջ ենք, պրոտոկոլ կա։ Այդ բաները կանոնակարգվում է պրոտոկոլով։ Օրինակ, մայիսի 28-ին Ադրբեջանի շնորհավորեցին, մեզ չշնորհավորեցին, դա էլ է պրոտոկոլով, որտեղ մեր հիմնական անկախության տոնը սեպտեմբերի 21-ն է։ Այդ զանգն էլ է, հետո զանգում ինչ։ Առաջի ձեռով տեղյակապահ է հետևանքների մասին։ Բայց Պուտինը երբ է թաքցրել, որ Փաշինյանի հետ ապրիլի 1-ին էլ են շփվել, լսել ենք, չէ՞, ինչ էին խոսում։ Այսինքն, ինչ են ենթադրում, որ Պուտինը զանգել է, բանը, ասենք, բանի, Ենոքավանի խոսք երթելու մասին են խոսացել, մի հատ էլ բանի տրամադրությունը բարձրացել է Փաշինյանի։ Ասվել է այս հետևանքների մասին։ Մինչև դեկտեմբեր Հայաստանը շատ կոնկրետ ժամանակ ունի։ Առաջի բանը, էտապը բնականաբար Երկար ժամանակ չեք ասում, պարոն Սուրյանց։ Մյուսնից այդ ժամանակը։ Հա։ Չէ, սանկցիաները լինելու են։ Կոնկրետ վաղ արդեն մենք ծաղիկը տեսանք։ Չէ, ինստիտուցիոնալ առումով ուղղակի քեզ յատամից դուրս կա։ Հա, դրա մասին եք խոսում։ Այդ արդեն կլինի ընդհանրապես։ Իմիջիայլոց դե այդտեղ հազար ու մի բաներ են բացահայտել այդտեղ։ Սրանից բխող մի բան ասեմ։ Այս սրանք սենց բան են, ոնց որ այն ցուլին կարմիր լաց ցույց տա, սենց որ խոսում ես այդ 300,000 ադրբեջանցու բանի։ Սրանք չեն հասկանում, որ այդ վերադարձ կոնցեպցիան առաջին հերթին տնտեսական կլանման ձևով է տեղի ունենալու։ Այսինքն, երբ որ դու այդ մաքսային արտոնություններից բանից յատամեի զրկվեցիր, հաշվաչափատների ընթացքում կլանվելու ես թուրքական եւ ադրբեջանական տնտեսությունների կողմից։ Հաշվաչափատների ընթացքում։ Հենց տնտեսությունը Բաթումիում ո՞ց թուրքական տարուժ եղացավ։ Այն բանից հետո, երբ որ կլանվեց այդ Աջարիայի տնտեսությունը Թուրքիայի կողմից, սկսեց թուրքական տարը ավելանալ։ Բա բիզնեսմեններ են գալիս են ներդրում են անում, հետո ենթակառուցվածքներ են ստեղծում։ Ենթակառուցված ստեղծում են մարդ են բերում բնակեցնում։ Այսինքն այդ բանը, որ այդպես հերքում են, իրանց պատեպատ են տալի։ Այն որ դուք դրեցիք Ալիևի խոսքը, թե ուրիշ չէ, 168-ում է դրվեց։ Այսինքն Ալիևի խոսք կա, ելույթներ կա, սխեմա կա այդ Արևմտյան Ադրբեջանի կազմակերպության ոնց է աշխատում։ Երեք չառաջ օր Ադրբեջանի պարլամենտում Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահ Ահմեդովը։ Այո, հստակ ասեց, որ առաջարկ արել։ Տրիպը կոչել Իլհամ Ալիևի անունով։